Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մոտենում է 108 միլիոնին, COVID-19 հիվանդությունից մահացել է շուրջ 2.374.000 մարդ։ Վարակի վիճակագրությունը մերթընդմերթ փոխվում է։ Որոշ տեղերում նկատվում է նվազում, որոշ տեղերում ընդհակառակը աճ է արձանագրվում։ Շատ երկրներում մարդիկ չեն դիմանում եւ բողոքում են կարանտինի սահմանափակումների դեմ, իսկ պաշտոնյաները նշում են, որ միայն բնակչության զանգվածային պատվաստումը թույլ կտա արմատական բեկում մտցնել եւ իհարկե, քանի դեռ վիրուսը չի նահանջում, սահմանափակումների քաղաքականությունն էլ շարունակվում է։ Չեխիայում ակնկալում էին կարանտինային արգելքների թուլացում, մինչդեռ 3 կառավարությունը վճռեց ընդառաջել մարզերի ղեկավարներին եւ երկարաձգել արտակարգ դրությունը, որի ժամկետը պետք է սպառվեր փետրվարի 14-ին։ Հարևանները նույնպես շարունակում են կարանտինային խստացումները։ Բերլինը արտակարգ դրությունը երկարաձգում է մինչև մարտի 14-ը։ Կանցլեր Անգելա Մերկելը որոշումը համաձայնեցրել է Դաշնային Հանրապետության 16 երկրամասերի ղեկավարների հետ։ Գերմանիան վերստին փակում է սահմանները Չեխիայի եւ Ավստրիայի հետ։ Seit heute Nacht 0 Uhr hat die Bundespolizei an der bayerischen Grenze Երեկվա դրությամբ Բավարիայի սահմանին ստուգումներ են կանցկացրել։ Չեխիայից Բավարիա մուտք գործելու մտադրություն ունեցող 770 մարդկանցից 288-ին ներս չենք թողել, քանի որ չեն ունեցել COVID-ի ստուգման արդյունքով թղթեր։ Ավստրիայի հետ սահմանին 1000 մարդ ենք ստուգել, 247-ին ներս չենք թողել նույն պատճառաբանությամբ։ Եվրոպայում պատվաստումների հարցում առաջատարը Մեծ Բրիտանիան է։ Առողջապահության նախարարը հպարտությամբ է խոսում թագավորությունում իրականացվող վակցինացիայի մասին։ Yes, we do think that's been achieved and I'm incredibly proud of the Այո, մենք հասել ենք դրան, արդեն ավելի քան 15 միլիոն մարդ է ստացել պատվաստանյութը։ Մենք պատվաստանյութ ենք առաջարկել 4 գերակա խմբերից յուրաքանչյուրին։ And we've offered a vaccination to everybody in the top 4 priority groups. Ճիշտ 15 միլիոն բնակիչ պետք է վակցինա ստանար առաջին փուլում, որով նախատեսված էր կորոնավիրուսից պաշտպանել ծերանոցներում ապրողներին, երկրի բոլոր բուժաշխատողներին, 70-ից բարձր տարիքի եւ տարբեր հիվանդությունների բերումով առավել խոցելի համարվող մարդկանց։ Վարչապետը վստահեցնում է, որ բնակչության մնացած շերտերը նույնպես ժամանակին կստանան վակցինա։ We've still got a long way to go and there will undoubtedly be bumps in the road. Դեռ պետք է անցնենք երկար ճանապարհ, դեռ կլինեն խոչընդոտներ, բայց այն, ինչ արդեն կարողացել ենք անել, հույս է տալիս, որ մենք անպայման կիրականացնենք մեր նպատակները։ Դե իսկ ամբողջ աշխարհում առավել ծանր վիճակում մնում է Ամերիկան, որտեղ ախտահարվել է ավելի քան 27.5 միլիոն մարդ։ Մահացածների թիվը գերազանցել է 483,000-ը։ ԱՄՆ-ում էլ զանգվածային պատվաստումներ են իրականացնում։ Վակցինայի պակասը, կազմակերպական այլ խնդիրներ դժվարացնում են գործընթացը, բայց այն շարունակվում է եւ աստիճանաբար արագանում։